ուրեմն մարդկանց ենք հadouk ընդգրկել, որպեսզի հսկայական կուտակված է, ուրեմն արդեն սկսված է, իրոք գնում է գործընթացը առաջ։ Եվ գրություն ենք ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին, գրություն ենք ուղարկել ֆրակցիաներին, ազգային ժողովի, որ ես ասում եի, Գյումրու քաղաքապետարանի քաղաքապետի որոշումները պտտվում է 3 տեղ։ Ցավոք սրտի 12 տեղ է պտտվում, հիմա նայում ենք 12 տեղ է պտտվում։ Ինձանից հետո ավելի են ավելացրել, ուրեմն հիմա պետք է մինչև այդ սկզբունքը, ուրեմն իրենք չթեթևացնեն այդ թղթավարությունները։ Այսինքն պատկերացրեք, քաղաքի հադագագիծը կա, որը մասնագետների կողմից հաստատվել է, հետո բացի դրանից այդ մասնագետների, ուրեմն հաստատվածը նորից պետք է ինչ-որ նախարարությունները հաստատեն։ Սա աբսուրդ է։ Սա անհասկանալի հակասահմանադրական ինչ-որ մի որոշում է։ Բայց հիմա մենք այդ սկզբունքով աշխատում ենք, շատ դժվարությամբ ենք աշխատում, իրոք օրենքը մեզ թույլ չի տալիս, որ աշխատենք։ Հետո ասեմ, որ Գյումրու նկատմամբ ավելի ամենախիստ պայմանները, ուրեմն Գյումրու նկատմամբ է արված։ Մնացած քաղաքները այդպես չեն, ասեմ ձեզ, Գյումրին այսպես Ձերանձով եք պայմանավորում։ Քո անձով եմ պայմանը։ Ես եկել ստանձնել եմ այդպես, տղա ջան։ Ես եկել տեսել եմ այդպես։ Նախ ինչ որ եղել է 2009 թվականից իմ վերջի որ ես դուս էի գալիս այդ ժամանակ արվեց, դրանից հետո շարունակական էլի են ավելացրել։ Հիմա մենք աշխատում ենք այդ պայմաններում, գրությունը ուղարկել ենք, հավանական է դիմացնել, պետք է անպայման ֆրակցիաների հանդիպում կազմակերպենք։ Պարոն Ղուկասյան, սև բերդնել են նով անցնելու, հա, նկատում ունեք։ Ես անհատական ասում էին, որ ըստ էության անօրինական է ձև բերել նախկին քաղաքապետը։ Գիտեք մի բան ասեմ։ Ես մի բան եմ ձեզ ասում։ Ես Բալասանյան Սամվելին չեմ հարկում, բայց սև բերդը ինքը սարքել է։ Գիտեք ինչ կա, ինչ որ ճիշտ է, պետք է ճիշտ է ասես։ Ինքը սև բերդը այդ ավիրվածությունը ինքը սարքել է։ Ուղղակի այնտեղ դիմացի կանաչ տարածքներն է մասնավորեցրել, բայց շենքը ինքը գնել է։ Ինքը գնել է անհատից, մասնավորից, անհատից ինքը գնել է։ Ես դա հստակ գիտեմ։ Ես իրեն էլ չեմ ընդունում, չեմ հարկում ընդհանրապես։ Իրա աբրազը իմ նկատմամբ ինչ որ արել է, ես իրան չեմ հարկում։ Բայց որ ճիշտ է, ճիշտն եմ ասում։ Նմանատիպ կառույց, որ կառուցել է հանրապետությունում չկա, այդ էլ ասեմ ձեզ, բայց այն դիմացի, որ կանաչ տարածքների մեջ շենքշինություններ է կառուցել, այդ դրանք ուրիշ բան է։ Սա լինելու է բոլորի նկատմամբ, բոլորի, ոչ միայն Բալասանյանի։ Ինձ եթե ես սխալ եմ արել, իմ նկատմամբ էլ է կիրառվելու ու բոլորի նկատմամբ։ Իմ հետի աշխատողները բոլորը դա տեսնում են։ Պարոն Ղուկասյան, նմանատիպ ավականուն նիստեր համենայն դեպս մենք այստեղ գտնվող լրագրողներից երբեք չենք տեսել, միաձայն ընդունելով բոլոր հարցերը։ Ինչ է սա նշանակում, բոլորը, չգիտեմ, համակարծիք են որոշեցին։ Դա գիտեք ինչից է գալիս այդպես։ Ես որ ներողություն 99 թվականին դարձա քաղաքապետ, ես ավականին չունեի։ Նախկին քաղաքապետերի բոլորը իրենց հետ էր։ Բայց բոլորը գալիս էին ու հստակ նորմալ գնում էր մեր աշխատանքը։ Դա հավանական է նրանից է, որ եկեղեցի որ մտնում աղոթք ես անում, ասում ես հայր մեր, չես ասում հայրի։ Այսինքն այդ որոշումները ոչ թե ինձ է առնչվում է բոլորին։ Եվ ԿՊ-ին, եւ ՀՀՇ-ին, եւ կոմունիստերին, եւ դաշնակներին, եւ մյուսներին, եւ քաղաքի ժողովրդին։ Եթե ամբողջ քաղաքին է առնչվում, ով պետք է դեմ քվարկի, ով պետք է ժողովրդին դեմ գնա, ով ժողովրդին դեմ կգնա, դուք եք ցուցադրեք, մենք էլ կասենք, որ տեսեք, այս մարտիկ քաղաքի զարգացմանը դեմ են։ Եվ ես գիտեմ, որ չի լինի մի կուսակցական պատկանելություն ունեցող անհատ, որ ասենք ժողովրդին դեմ գնա, իրենց ռեյտինգը դառնա, ես չգիտեմ, զերոյական մակարդակի։ Այդ սկզբունքն է, որ այդպես է։ Պարոն Ղուկասյան, ԿՊԱ-ականներ ազգային ժողովում վերջերս բարձրացրել էին ձեր անվտանգության հարցը, հաշվի առնելով ձեր հայտարարությունը, որ ձեր դեմ մահափորձ է սպասվում, հələ այդ մտավախությունը առկա է նման բան։ Իրանք ինչ էին բարձրացրել, որ ինձ պաշտպանեն։ Վահագն Ալեքսանյանը ձեզ Աբրի Վահագ, վերջապես մի ճիշտ բան է անում։ Վերջապես մի ճիշտ հայտարարություն Բերանից լսեցի։ Եթե հեգնանքով է ասել, ես չեմ էլ լսել ճիշտ ասած, եթե հեգնանքով է ասել, ես իրեն հեգնակով կպատասխանեմ։ Իսկ եթե ասել է իր խորոց սրտ է, շատ ճիշտ է արել, լավ է արել։ Առկա է, հա, կարծում եք։ Մինչև 2007 թվականի մահափորձ կատարողների գործը չբացահայտվի, 4 հոգի մահացած հզոր տղեկի գործը չբացահայտվի, իմ նկատմամբ
եւ փոխքաղաքապետի նկատմամբ այդ մարտահրավերությունը չբացահայտվի, միանշանակ վտանգը կողքդ կանգնած է հիմա, քո կողքն է կանգնած։ Իրանք մեզ լսում են, ասեք։ Հակասյան աշխատավարձերի հետ կապված դուք հայտարարել եք, որ Հիմա բարձրաձայնում եմ հաջորդ ամիս ավականոնիստը լինելուց հետո 20%, 20-ից 30% բարձրանալու է բոլորի աշխատավարձը։ Բոլորի քաղաքապետարանի եւ ենթակառույցների, մշակույթի, կրթության, սպորտի, կոմունալի, կանաչապա բոլորի աշխատավարձերը 20-ից 30%-ով արդեն ձևավորված է, բարձրանալու է։ Միջոցների հաշիվը կտեսնես որտեղից՝ գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքերի եւ ամփույթ աշխատանքի, որ արվել է նախկին տարիներին, պատկերացրեք 600-ից ավելի վարձակալության պայմանագրերից, որի ժամկետները անցել է 300-ն է, 300 է մնացել։ Մոտ 100 քանի միլիոն դրամ օդի մեջ է կախված։ Պատկերացրեք։ Ես չեմ ուզում վարկաբեկել խայտարակել, բայց հավատացեք, հիմա ինչ որ անում եմ, ուժերից վեր գործ ենք անում այդ կազմը։ Չելի կբարձրանա մինչև տարեվերջ։ Չէ, հաջորդ տարի նորից կբա։ Ես խոսք էի տվել 50% պետք է բարձրացնենք։ Հիմա 1-ից 20-ից 30% բարձրացնում ենք։ Դա մեծ բան է։ Քանի աշխատակազմից խոսեցինք, վերջերս Facebook-ում հայտարարություններ տարածվել այստեղ գոյություն չունեցող բաժնի պետի նշանակման մասին։ Խոսքը զբոսաշրջության բաժնի մասին է։ Սա ինչ բաժին էր, ով էր նշանակել եւ ով էր նշանակել։ Տուրիզմի բաժին։ Այսինքն չհասկացա ինչ ասեցիք տուրիզմի։ Բաժինը չկա, բայց մեկը Facebook-ում նշել էր, որ Գոյություն չունեցող բաժնի պետ էր նշանակվել։ Ես չգիտեմ, այդպեսի բան չկա հավանական է դա, ես այդպեսի բան չգիտեմ, ով է ասել, ինչ է ասել, բայց ես գիտեմ, որ ես նայել եմ, այդպեսի բան չկա։ Պարոն Ղուկասյան, տեսեք նախկին ավականին որոշում ընդունեց դիմել վարչական դատարան Գյումրի նախկին քաղաքապետերին, այդ թվում նաև ձեր եւ Սամվել Պալասանյանի օրոք օտարված որոշակի գույք վերադարձնելու։ Քնարիկ Հարությունյանի հարցը հենց վերաբերում էր դրան։ Չգիտեմ, պատրաստվում եք սպասել դատարանի որոշմանը, թե հետ կվերադարձնեք, այսպես ասած, ինքնական, ինչպես ինքը առաջարկեց։ Սատենիկ ջան, ուրեմն մենք այդ գույքը ինչ որ ձեռք ենք բերել, այդ գույքը հեչ կապ չունի այդ ձեր ասածների հետ։ Ուրեմն եթե այս քաղաքը չգիտի թե զբոսայգին գորկա այգին ով է պահե, ով է աշխատացրել մինչև այսօր, օազիսը ով է սարքել, Սայաթնովան ով է սարքել, եթե դրանով պիտի դուք մտածեք, որ դա գույքի հետ վերադարձնել է, ուրեմն դա ընդամենը շոու սարքել է, իրենց գողությունը պահելն է, իրենց այլանդակությունները պահելն է, գցում են մեկ ուրիշների վրա, ոնց որ հիմա լույսը սարքում են խավար, խավարը սարքում են լույս, այ եթե այդ սկզբունքով է, միանշանակ դա մեզանից հեռու է, դա մեր վրայով չի, մտածեք այլ տեղեր, որ չեք գնում, չեք հարցնում։ Պարոն Ղուկասյան, ձեր նախկին խոսնակի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին հետևում եք եւ որևէ Իմ նախկին խոսնակը Լիլիթ Աղեկյանի մասին է խոսքը։ Ես միանշանակ պաշտպանում եմ Լիլիթ Աղեկյանին, միանշանակ։ Չնայած մենք իրար հետ չենք խոսում։ Ես ոնց որ դուրս եմ եկել քաղաքապետարանից, ուրեմն 13 տարի մենք իրար հետ չենք խոսացել։ Ես ասեմ ձեզ, որ շատ ցավում եմ այս պահին, որ Ազապ աղջիկան տարեկալանավորել է։ Ինչի համար, խոսքի ազատության համար։ Եվ նաև այդ կերպ Եվ գիտեք ինչ, ասեք, կարող է բաներ կա, որ չեմ ընդունել, ընդուp մարդ եմ ուղարկի, ասել եմ, այդ քեզ սխալ ես պահում, այսպես պահի կամ այնպես պահի։ Այո, ես բաներ կա, որ չեմ ընդունում իրա արածից։ Բայց այդտեղ էլ բաներ կա, որ պետք է մի հատ իրա կողմից էլ մենք նայենք։ Ընդուp ինքը իմ ամենամոդիկի վրա բան է գրել։ Ինքը իմ ամենամոդիկ մարդկանցից մեկին դադի է տվել, ասեմ դες։ Չէ, իմ թիմի համար էլ շատերին բան է ասում, բայց ես իրան սիրում եմ, ես իրա վրա շատ ամակ ունեմ, իրա սխալները ես համարում եմ, որ ես լավ չեմ իրեն զգաստացրել եւ հավանական է ինքը որ դուրս եկավ, ինքը դուրս կկամպարման, ես իրեն կզգաստացնեմ ավելի լավ կլինի, բայց ինքը որ լավ աղջիկ է, հայրենասեր աղջիկ է, ես իրան սիրում եմ, հարգում եմ, իմ լավ աղջիկս է։ Իրա էլ ցավը տանիմ Լիլիթից, դե գնացեք։ Պարոն Ղուկասյան, դատապարտելի չի կնոջը այդ գիշերազգեստ խայտարակություն է։ Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր որ մասնակցել են ու մասնագիծ են եղել այդ գործընթացին։ շնորհակալություն։ Համեցեք։